Դե ներքին առումով լավ դրական քայլ է, այսինքն որ ներսում, այսպես ասենք, հույս է տալիս, որ գոնե հույս է ներշնչում, որ իրավական առումով փակված չի, բայց դա ներսի համար է աշխատելու։ Պարզ է, որ Ադրբեջանը չի ասելու, որ արդեն վերջ չեղարկեց, ուրեմն հետ են գալիս, իրավիճակը վերադարձնում ենք, բնականաբար դա չի լինելու։ Ես կարծում եմ պահը որ գա Արցախի հարցը, եթե տեսական նորից բացվելու հնարավորություններ կա, դա բացելու է Ռուսաստանը, որովհետև ինքն է ԽՍՀՄ իրավահաջորդը։ Այսինքն եթե ռեֆերենդումը Արցախում, Լեռնային Ղարաբաղում ժամանակին անց է կացվել ԽՍՀՄ օրենքներով, այսինքն այդ ռեֆերենդումի արդյունքները ճանաչելու վերջնական իրավունքը խորհրդային միության, ռուսերեն ասած, կար съезд народных депутатов, ժողովրդական падգամավորների համագումար։ Օրենքում այդպես է գրած։ Իրենք են վերջնական հաստատում ԽՍՀՄ կազմից դուրս եկող հանրապետության այդ ռեֆերենդումի արդյունքները։ Քանի որ Ռուսաստանը ԽՍՀՄ իրավահաջորդն է, նշանակում է, ասենք, Պետդուման դա ԽՍՀՄ ժողովրդական հանրապետությունն ժողովրդական падգամավորների համագումարի իրավահաջորդն է։ Այսինքն այդ դաշտում է լուծվելու հարցը, բայց որպեսզի այդ դաշտում լինի, Ռուսաստանն ու ԱՄՆ-ն պետք է վեր գան պայմանավորվածության, որ հետխորհրդային տարածքը դա Ռուսաստանի պատասխանատվության գոտին է։ Դրանից հետո Ռուսաստանը արդեն կարող է հարց բարձրացնել, նստել բոլոր հանրապետությունների հետ եւ խոսել, ասել մենք հիմա մնացել ենք մենակ, մեզ էլ խանգարող չկա, հիմա հին չլուծված հարցերը պետք է նստենք եւ լուծենք։ Այդ դեպքում միգուցե տեսական, հիմա ես չեմ կարող իրենց փոխարեն ասել, որ այդ ինչպես կլինի, երբ կլինի, ոնց կլինի, բայց եթե այդ տեսական հնարավորությունը կա եւ դրանից օգտվելու համար հիմիկվանից կարելի է այդ առումով մտածել։ Այնպես որ Շահարամանյանը այս փաստաթուղթը ստորագրեր, միևնույն է, այդ դաշտում չի որոշվելու է այն դաշտում, որ ես ասացի։ Չէ, նաև պիտի ասել, եթե այն ժամանակ էլ ստորագրեց, չի ստորագրել, դա նաև շատ է խոսվել դրա մասին, որ դա ճշմարտակ է եղել։ Ճշմարտակ է եղել, այո։ Ինչ պիտի աներ 120,000-ը պատանդի եւ ցեղասպանության եզրին կանգնած ինչ պիտի աներ։ Դե կամ պետք է ինքը իր վրա պատասխանատվություն վերցնել։ Ինչ աներ։ Դե օրինակ, չգիտեմ, օրինակ եմ ասում։ Ինչ պատասխան։ Եթե ասենք Հայաստանը հրաժարվում է պաշտպանել, չկա, այսինքն դա ծանր պատասխանատվություն, որ ասեր դուրս ոչ մի բան չեն արում, դուրս չեմ գալիս, միջև վերջի հայը մնում պայքարում։ Բայց դա ծանր պատասխանատվություն է, այսինքն ոչ մեկ չի կարող մեղադրել, ինչի այդպես արեց, որովհետև հələ ինչ որ մեկը իր փոխարեն լիներ, տեսնեմ ոնց էր վարվելու, այսինքն շատ ծանր բեռ է, ոչ մեկ չգիտի այդ դիրքում եթե ինքը հայտնվի, ինչպես կվարվի։ Այդպես, այնպես որ աշխարհաքաղաքական իրողություններն են ստիպելու, որ Արցախի հարցը վերադառնա։ Իհարկե վտանգ կա, որ չվերադառնա, եթե այլ ձև դասավորվի, բայց տեսական, նաև իրավական հնարավորություններ կան, որտեղ վերջապես Ռուսաստանը սահմանադրությամբ ԽՍՀՄ իրավահաջորդն է, եթե ինքն է, ուրեմն կարող ենք պահավոր գա վերադառնալ այդ ԽՍՀՄ օրենքների տիրույթ եւ այնտեղ փորձել այդ հարցը վերակենդանացնել։ Շատ լավ, հիմա գանք Ռուսաստան, Ուկրաինա, խնդրեմ։ Լավ, մինչ այդ ես կուզենայի նաև ձեր կարծիքը եւ տպավորությունը ինչ որ տեղի ունեցավ, երևի ավելի ճիշտ կլինի մի քիչ հեռվից սկսենք, ակնհայտ հակաքարոզչություն Ռուսաստանի երկրորդ համաշխարհային պատերազմի, այս երկրորդ համաշխարհային պատերազմի խնդիրը չի, այստեղ երևի ավելի շատ թրքամետության, թրքասիրության եւ հակառուսականությունը այն ինչի համար որ ըստ այս իշխանություններին բերել են։ Նախ մի բան ֆիքսենք, որ հայնական մեծ պատերազմի ժամանակ 600,000 հայ համարելով, որ ԽՍՀՄ իրենց հայրենիքն է, նախ լինելով այդ քաղաքացի, այսինքն օրենքներով արդեն այդ քաղաքացի լինելով, դրանից բացի նաև սրտով համարելով, որ դա հայրենիքն է, գնացել են հայրենական պատերազմի մասնակցելու, այսինքն հայրենիքի համար պատերազմի են մասնակցել, որտեղ համարել են, որ ԽՍՀՄ իրենց հայրենիքն է։ Հիմա վետերաններին հարցրեք, այդպես է։ Այսինքն իրենք վարձկաններ չեն եղել, որ ԽՍՀՄ իրենց վճարել է, իրենք եկել կռվել են որտեղ փողի համար։ Կռվել են հայրենիքի համար։
Հիմա երբ որ Արծրուն Հովհաննիսյանը այն էլ կոչումով կարծեմ գնդապետ, եթե չեմ սխալվում, եւ ինչ որ պաշտոն զբաղեցնող նման բան է հայտարարում, դա շատ վտանգավոր հայտարարություն է եւ այդ տեսակը շատ վտանգավոր է հենց մեր պետության համար։ Ինչու՞։ Որտեւ եթե այդ մարդիկ 600,000 հայը եւ 300,000 ովքեր որ զոհվել են, իրենք դա հայրենիք էին համարում։ Հիմա ինչ է ասում Արծրուն Հովհաննիսյանը։ Ասում է, եթե գերմանացիները հաղթեին, Թուրքիան գրավելու էին, նախ սուտ է ասում, այդպես բան չի եղել, Թուրքիան գրավելու էին եւ ստեղծել Միացյալ Հայաստան։ Այսինքն ստացվում է հետեւյալը, որ եթե այդ 600,000 հայը կատարեին հայրենիքի դավաճանություն, անցնեին գերմանացիների կողմը եւ օգնեին գրավեին ֆաշիստական Գերմանիային, իբր իր ասելով կարող էին ստանալ տեսական հնարավորություններ այդ Միացյալ Հայաստանի, որը սուտ է։ Այսինքն հայրենիքի դավաճանություն ինչ առիթով ուզում լինի, անել չի կարելի։ Այսինքն սպան երբ որ գնում նստում է համեկի եթերով, ինքը ինչ պետք է ասի։ Պետք է ասի, ես խոնարհվում եմ այն մարդկանց առաջ, ովքեր միջև վերջ կատարեցին հայրենիքի նկատմամբ իրենց պարտքը եւ հավատարիմ մնացին, որտեվ զինվորական երթում են կերել, ինքն էլ է, չէ՞, տվել զինվորական երթում է տվել Արծրուն Հովհաննիսյանը։ Այդ մարդիկ են տվել։ Այսինքն ինչ, եթե այդ 600,000-ը դավաճանային անցնեն Գերմանիայի կողմը նացիստական, դա ճիշտ է։ Դա առաջին Դա նույն բանն է, ոնց որ օրինակ այսօր մի զինվորական, որը ծառայում է, վեր կենա ասի, գիտեք ինչ, Փաշինյանը իմ դուրը չի գալիս, ինքը դավաճան է, դրա համար ես էլ եմ դավաճանում հայրենիքը։ Այդպես չի կարող լինել։ Անցնում եմ Ադրբեջանի կողմը։ Նա կարող է դիմում գրել դուրս գալ օրինակի համար, որ եթե չի ընդունում այդ ծառայությունը ներկայ իշխանությունների պարագայում, բայց դավաճանել չի կարող։ Հետևաբար սպան, որ գնում նստում է, ինքը միայն պետք է դա ողջունի, որ մինչև վերջ երթմանը հավատարիմ են մնացել եւ կռվել են։ Երկրորդը արխիվներում կա փաստաթուղթ, որը պատերազմից հետո գտել են 1941 թվականի հունիսի 20-ին նացիստական Գերմանիայի եւ Թուրքիայի միջև կնքվել է գաղտնի փաստաթուղթ, որով Գերմանիան նացիստական պարտավորվել է խոսք է տվել, որ պատերազմը հաղթելուց հետո ողջ Անդրկովկասը անցնելու է Թուրքիայի տիրապետության տակ։ Չգիտի Արծրունը դրա մասին։ Իհարկե գիտի։ Դե չգիտեմ, ես իր պատմական եւ մյուս գիտելիքների վրա այդքան էլ համոզված չեմ։